Ողջույն սիրելիներս, ձեզ հետ եմ ուզում կիսվել մի շատ համեղ թխվածքաբլիթի բաղադրատոմսով, ուղղակի հալչում է բերանում, մեզ անհրաժեշտ է ձու 2 հատ, անպայման սենյակային ջերմաստիճանի, 1 թեյի գդալ պխրեցուցիչ, 1 թեյի գդալ վանիլին, 400-ից 500 գրամ ալյուր, դեռ մաղված չէ, կմաղեմ ավելացնելու ընթացքում, 1 բաժակ բուսայուղ, 1 բաժակ շաքարավազ. Դե ինչ անցանք պատրաստման գործընթացին սիրելիներս։ Տարայի մեջ կոտրել եմ 2 հատ ձուն, ավելացրել 1 բաժակ շաքարավազը, հիմա այս ամենը կխառնենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված։ Պարտադիր չէ օգտագործել հարիճ, քանի որ շատ պարզ խմոր է, շատ պարզ թխուկ է, դրա համար կարող ենք ձեռքով էլ հարել, պարտադիր չէ օգտագործենք հարիճ։ Պատրաստվում է, կարելի է ասել 5 րոպեում, եթե չհաշվենք թխման պրոցեսը, իր խմորը պատրաստվում է 5 րոպեում, այնպես որ շատ մատչելի, շատ հասարակ խմոր է, տանը ինչ ունեք, կարելի է ասել, բոլորի տանն էլ կլինի ձուն, ալյուրը, շաքարավազն ու բուսայուղը, շատ թանկարժեք խմոր չէ, հասանելի է բոլորին, շատ համեղ է ստացվում սիրելիներս։ Խառնելուց հետո սիրուններս ավելացնում ենք բուսայուղը, ամբողջովին ավելացնում ենք մեր զանգվածին և սկսում ենք նորից խառնել, էլի հասցնելով միատարր զանգվածի, այստեղ կտեսնեք, որ բուսայուղն ու ձվի ու շաքարավազի զանգվածը առանձին են երևում, պետք է խառնենք այնքան, մինչև որ արդեն միաձուլվի և դառնա լրիվ միատարր զանգված։ Պետք է ստանանք մոտավորապես այսպիսի գեղեցիկ զանգված։ Զանգվածը ստանալուց հետո ավելացնում ենք փխրեցուցիչը, ավելացնում ենք վանիլինը և նորից սկսում ենք խառնել։ Այս ամենը խառնելուց հետո ավելացնում ենք ալյուրը, կարող եք մազ-մազ ավելացնել, կարող եք ամբողջությամբ ավելացնել, սիրելիներս, ալյուրը մաղել եմ, ես ավելացնում եմ մազ-մազ, կեսը միանգամից եմ ավելացնում խառնում, հետո արդեն ավելացնում եմ մյուս մասը և սկսում եմ հունցել խմորը, շատ պինդ խմոր չենք հունցելու, հունցելու ենք թույլ, ձեռքերին չկպչող, փխրուն խմոր, արդեն դուք ձեր ձեռքի վրա կզգաք խմորի փխրությունը։ Հիմա ավելացնում եմ սիրունները, շատ նուրբ, դանդաղ խառնում ենք, այսպես, ներքևից վերև, ներքևից վերև խառնելով, այսպես։ Սիրելիներս ստանալու ենք այսպիսի խմոր, մի հատ իրա փափկությունը տեսեք,
ձեռքերին ընդհանրապես չի կպչում, այսպես դեղին, գեղեցիկ փափուկ խմոր ենք ստանալու, մի հատ փխրությունը նայեք իրա։ Խմորը ստանալուց հետո վերածում ենք փոքր գնդիկների, թաթախում ենք շաքարավազի մեջ, որպեսզի երեսը ամբողջությամբ շաքարապատ լինի եւ տեղափոխում ենք ժարովնիկի մեջ թխման համար։ Թխելու ենք 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե։ Այս բաղադրատոմսից ստացվում է մոտավորապես 22 հատ թխված քաբլիթներ։ Քաղով թե գթալի օգնությամբ ըստ ձեր ցանկության այսպիսի զարդարանք անել։ Ես ընտրեցի այս տարբերակը, որովհետև ինքը երբ սկսի փքվել, բացվել, շատ գեղեցիկ տեսք կունենա։ Հիմա արագ ձևավորեմ սիրելիներս եւ տեղափոխեմ ջեռոց։ Հիշեցնեմ, որ թխելու ենք 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե։ Սիրելիներ, արդեն պատրաստ է մեր համեղությունը, այնքան անուշ հոտ է տարածվել տնով մեկ։ Այսպիսի գեղեցիկ թխված քաբլիթներ ենք ստացել։ Իմ լույսի ներքո է այսպես սպիտակ երևում, այսպես մոտեցնեմ, տեսեք իր ոսկի գույն երանգը։ Ուղղակի հեռախոսի լույսը մի փոքր սպիտակ է ցույց տալիս։ Տեսեք, տակի հատվածն էլ է գեղեցիկ կարմրել, երեսի հատվածն էլ նույնպես։ Հիմա տեղափոխեմ ափսեի մեջ։ Սիրուններս, սա էլ արդեն ափսեի մեջ եմ տեղափոխել, այստեղ արդեն ավելի է ընդգծվում իր գույնը, իր գեղեցկությունը, մի հատ շաքարի փայլիկների նորից նայեք, շատ գեղեցիկ է, տակի հատվածն էլ իդեալական։ Եկեք միասին կտրենք, ներսի հատվածն էլ ցույց տամ։ Այսպես փխրուն, ուղղակի չեմ կարող ձեզ փոխանցել իր անուշաբույրությունն ու նրբությունը։ Եթե հավանեցիք այս համեղությունը, դրեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, հետագայում շատ համեղ բաղադրատոմսեր տեսնելու համար։ Սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսերի ժամանակ հաջորդ վլոգներում։